Աներևակայել են գլխավորը անվտանգային մարտահրավերը եւ ուրեմն դաշնակցություն, որի անցյալ 135-ամյա ճանապարհը պայքար է հայրենիքի անկախության, պետականության կայացման համար, այսօր եւս ցավալիորեն ճիշտ նույն մարտահրավերներն է դիմագրավում եւ մեծագույն անելիքը նաեւ 2026 թվականը, որը գիտեք, որ ընտրական տարի է, մեծագույն նպատակը եւ խնդիրը բնականաբար հայոց պետականության կազմաքանդումի, կոլապսի կասեցումն է եւ իրավիճակի բեկումը։ Եվ ուրեմն մենք մեր բոլոր ուժերը ի Հայաստան եւ իսփյուռս աշխարհի պիտի համատեղենք, մեկտեղենք ազգային միասնականությամբ համախմբումով կարողանալ բեկել այս իրականությունը եւ փոխել այն չարիքի իշխանությունը, որի քաղաքական հետագիծը աղետների, կորուստների, արյան, անարժանապատվության այսպես մի ծանր հետագիծ է փորձել խմբագրել, կասեցնել եւ ամենակարևորը շարունակել մեր նվիրումը հայոց պետականությունը ոտքի կանգնելու ուղղությամբ։ Հայդատի մեր 2026-ի գործունեությունը շարունակվում է նորից նույն կետերով, ինչ որ մեկ մեր բանտարկյալների ազատումը աշխատանքը նոմեր 1 մեր աշխատանքն է, թիվ 2 նորեն մեր 130,000 ղարաբաղցիները, որ կորցրել են իրանց լրիվ էությունը ունեցածը, մենք պիտի փորձենք ձևով այս մարդկանց համար առիթ ստեղծվի, համաձայնություն ստեղծվի, որ ժողովուրդը վերադառնան իրենց երկիրը եւ իրանց հողերի վրա։ Այս երկու կետերը ամենակարևորն է, երրորդ ամենակարևոր կետը Հայդատի համար այս տարվա ընտրություններն է լինելու, որ Այսինքն ոչ թե օպոզիցիա, այլ ռեզիստանս, թիմադրություն, ոչ ընդդիմադրություն, այլ թիմադրություն այս պատահածներուն դեմ, որ հայությունը եւ Հայաստանը լուրջ տագնապներու առջև են եւ այսօրվա իշխանությունները դժբախտաբար գլխավորեն այդ կահավեշ ընթացքը։ Երկրորդը, մենք կարիք ունենք սպյուրքը քաղաքականացնելու, սպյուրքը հզորացնելու եւ այդ մեկը ոչ ի հեճուկս Հայաստանի եւ ոչ ի հեճուկս Արցախահայության, որովհետեւ սպյուրքը նաեւ գսկա հուսահարդած, հուսալքված եւ քիչմը 5-րդ անիվի դպավորություն ցկված է եւ սպյուրքը գարիք ունի ոչ ի հեճուկս Հայաստանի ինքնին հզորացնելու, իր հոգեգան ներուժը վերակտնելու եւ առաջ երթալու, իսկ երրորդ կարեւորագույն կետը որ կա անշուշտ Հայաստանի ժողովրդի քվեով պիտի լա այդ մեկը իշխանապողությունն է հունիս 7 2026-ի ընտրություններուն։ Մեր համոզումը այն է, որ եթե այս իշխանությունը անգամ եւս կա իշխանության գլուխ 2026-ին 2031 տարիները լալու են հավելյալ գորուստի, հավելյալ հանձնվողական եւ հավելյալ զիջողական քաղաքականության լույսին տակ, որ լուրջ վտանգներ պիտի ստեղծի հայկական պետականության եւ հայ ինքնության։ Իր ամբողջ պատմության ընթացքում հայեղափոխական դաշնակցությունը ունեցել է հիմնականում մեկ առաքելություն, որը ծառայելն է հայ ազգին, Հայաստանի ազատագրության շահին եւ ընդհանրապես հայության գոյատևման։ 135 տարին շատ, այսինքն մի շունչով ասելը դժվար է 135 տարվա գործունեությունը։ Իմ կարծիքով հիմնական դերակատարությունը դաշնակցության, ես որպես հայեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ